Ռուսակի երկրների հետ հիմա գնալ բանակցություններ։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դե ավարտվում է հերթական աշխատանքային շաբաթը եւ հասկանում եք, որ մենք ավանդույթը չենք խախտում եւ հերթական ուղիղ կապն ենք հաստատել մեր լավ բարեկամի գործընկերոջ Վարդան Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, նախ ինչպես եք ձեզ զգում։ Շնորհակալություն շատ լավ, պարոն Ղուկասյան, դուք ասեք, դուք ասեք, մենք լավ ենք, դիմադրում ենք, պայքարում ենք, ովելը պիտի պայքարենք եւ ասում ասեմ հրական լազլով, դուք լավ լինեք։ Պարոն Ղուկասյան, Հայաստանից հետաքրքրվում են, թե այդ ինչ ավտոերթ է, որ կազմակերպվել է ձեզ համար, ինչ է հատուկ ձեզ դիմավորելու են եկալու ձեր երկրպագուները, միգուցե փակագծերը փորձեք բացել։ Սա իմ աջակիցների երթն է, աջակիցներ, հետևորդներ, ընկերներ, բարեկամներ, որոնք որ կարողացել են ժամանակ գտնել, գիտեք, հիմա շատ դժվար է կյանքը տարել Միացյալ Նահանգներում, այս են մարդիկ, ովքեր կարողացել են ժամանակ գտնել եւ գալ այստեղ Հենդերսոնի բակի մոտ, իրազեկություն Վարդան Ղուկասյանի, ցույց տալուց ոսորի ընկերասը Վարդան Ղուկասյանը ատեսի, տերով, հետևորդներ ունի, լիքը ընկերներ ու բարեկամներ, սրանցեք ասի առավելևս Հենդերսոնի ղեկավարությունը, քաղաքապետարանը, նահանգապետարանը առանձնացել բան չտեսել, իրանք են ասում, որ նման մարդ մեզ մոտ երբևիցե չի եղել, չկա մի ոստիկան, որ իմ ազգանունը այգիս չիմանամ եք նկատել, որ ամեն ինչ փոխում կարող են ապստեղ ապրել, սա արդեն գիտես են քորզի, ոտել նման մի սոջուքյասյան, սա շատ մեծ հոգեբանական աջակցություն է Վարդան Ղուկասյանի, մեծ հոգեբանական աջակցություն է մի մարդու, ով 9 ամիս գտնվում է քաղաքական պատվերով կալանքի տակ, եւ պիտի օգտվելով հնարավորությունից ես եկական շնորհակալություն հայտնեմ բոլորին, հանդինս կազմակերպիչներին, կազմակերպիչներից մեջ կա մի շատ հաճելի աղջիկ կազմավորություն, հատատ խուսափում է, դա ոչ չեմ ուզում իրավալ ազգանունը տամ, բայց բոլորը գիտելով է, դեղին մազերով, շնորհակալություն եմ ուզում հայտնել անձամբ իրեն, եւ մնացած մյուս մարդկանց, ովքեր պետք է 4-5 ժամ ճանապարհ կտրեն, մի այդքան էլ հետ գնան, սա գնահատելի հոգեբանական աջակցություն է մի մարդու, ով այսպես ասած գտնվում է 4 պատի մեջ 100 Հայաստանի Հանրապետության 100 հայ ժողովուրդ։ Պարոն Ղուկասյան, իսկ ինչ կարող եք ասել Միացյալ Նահանգների, Եվրոպայի հայկական գաղթօջախների մեր սփյուռքի մասին։ Չեք կարծում, որ վերջիններս պետք է ավելի շատ ինտեգրվեն հայրենիքի հետ։ Դուք ինչ ծրագրեր եք նախատեսում, որը փորձում եք իրականացնել կապված սփյուռքահայության հետ։ Ես երբ համաձայն եմ, սփյուռքը չափազանց պասիվ է, չափից զոր պասիվ է։ Նամանավանդ Եվրոպայի հայությունը, նամանավանդ ասիական երկրների հայությունը, вообще ես չգիտեմ, եթե այն մարդիկ են, որ 90-ական, 2000-ական թվականներին ես պատրում էին ցեղասպանության ճանաչման համար, բայց հիմա էշյականություն գնաց, շատ բաց պետք է ասել, որ չվիրավորվեն, ակտիվություն կա, ես ասենք տեսնում եմ ակտիվություն, զգում եմ ակտիվություն Ռուսաստանում ապրող հայերի մոտ, զգում եմ ակտիվություն ստեղ բոլորի Միացյալ Նահանգներում ապրող հայերի մոտ, որոնք որպես վզում են եւ իրենց բողոքները, նավակները սիստեմատիկաբար ուղարկում են ինձ, բայց այդ իշոք հիմա է սա հայտարարություն է, սա մեղավորություն ունի նաեւ իհարկե Հայաստանի նախկին կառավարությունները, որոնք որ ամեն ինչ արեցին սփյուռքին անջատելու համար եւ դարձին միայն տպուկով, փոխել մնացած հետ ուղղ չունեք։ Իսկ ես իմ նախապրական ծրագրում գրել եմ, որ անմիջապես պետք է չեղարկել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ ինֆորմացիոներները, սուկում ապրող յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է կարողանա ընտրել եւ ընտրել, եթե ունի զինվորական գրքույկ, դա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե չունի չպիտի ընտրվի,
ովքեր հարստությամբ հայերեն, իրենք պետք է հարակացված կապով ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ես կխնդրեմ, որ Սփյուռքը մի փոքր ավելի ակտիվ լիներ եւ ջուր չլցեր թուրքերի եւ նիկոլականների ջրաղացներին, քաշել Միյանի վրա եւ ինչ ուզած անել Հայաստանի։ Սա չի կարելի թույլ տալ։ Սա вообще անընդունելի է։ Ոնց է կոչպես ասես այդ ոնց է եկի տալում ծրենցը։ Չգիտեմ, շատ են պասիվ, շատ։ Սա խիստ նկատողություն Ֆրանսիայի, Գերմանիայի եւ եվրոպական կոնտինգենտը երկրներում ապրող մեր հայրենակիցների եւ քատրեմ են փոքր ավելի ակտիվանալ։ Հունաստանի հայերը, Բուլղարիայի եւ այլն։ Այս ժամանակը սահմանափակ դրաման է մի քիչ արագ բնախոսում ոչ շատ։ Պարոն Ղուկասյան, վերջերս ձեր փաստաբան Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դուք կարող եք ցանկացած պահի դուրս գալ, ազատ արձակվել, բայց չեք ստապում։ Ինչով եք դա բացատրում։ Չէ՞ որ կան երկրներ, որոնք ձեզ հատուկ վիզային կարգավիճակ են առաջարկում, բայց կրկնում եմ, դուք չեք ստապում այդպես դուրս գալ ազատության մեջ։ Ո՞րն է պատճառը, որ մեկ օր շուտ չեք ուզում ազատվել այդ, ինչպես ասում են, անազատության կապանքներից։ Ուրեմն ասել ձեզ, այո, մենք ունենք հատուկ վիզայի կարգավիճակ երկու երկրից, բայց այդտեղ կա խնդիր Facebook-ի համացանցի հետ եւ դա է պատճառը, որ ես ոտը կսեմ փախ։ Որոշակի երկրների հետ հիմա գնում են բանակցություններ։ Ես որ եղավ ամենահարմար տարբերակը, բնականաբար ես կտրեմ, իսկ մենք բողոքարկել ենք, բնականաբար դատանի որոշում բողոքարկված է, բողոքարկման պատասխանը կգա մի քանի ամսից, ես հատավորություն չունեմ երկար ամիսներով կտրել ստեղ կալանքի տակ, պատրաստությունների բնը մեջ ենք, հուսամ կտրելի շատ նորմալ տարբերակ, ասենք հաջորդացին է ժամանակը սահմանափակ շանժան, նորից ասեմ։ Եվ իհարկե վերջում մեր ավանդական հարցը, ինչ կուզենայիք ավելացնել։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, կհանդիպենք ժողովրդի եկող շաբաթ, ուզում ասեմ, որ ամուր եղեք, մի վհատվեք, մի հիասթափեք, մի լսեք կողքի չար լեզուներին, ես պայքարել եմ ու կպայքարեմ, լինեմ մենակ թե 20 հոգու հետ, մենք մեր նպատակին հասնելու ենք, այս իշխանությունը պիտի հայտնվի բանտում, նախկինները պիտի հայտնվեն բանտերում, Հայաստանը պիտի դառնա այն երկիրը, որը մենք ուզում ենք։ Չենք վհատվում, չենք կոտրվում, հագակներով Վարդան Ղուկասյան։ Անուշ եղեք, պարոն Ղուկասյան, կհանդիպենք ինձ ստեղ կանչում են հարցազրույցի, արդեն տեղի ոստիկանները, լավ եղեք, հաջողություն։